Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է ռազմական գործողությունները վերսկսելու մասին։ Մարտի 18-ի գիշերը իսրայելական բանակը հարվածել է Գազայի հատվածի թիրախներին։ Նախարարը ընդգծել է, որ հրադադարի երկարաձգման բանակցություններում առաջընթաց չկա։ Իսրայելի վարչապետը ասել է, որ հրամայել է վերսկսել օդային հարվածները։ Իր հերթին Կացը նշել է, որ մարտերը չեն դադարելու մինչև պատանդների տուն չվերադառնան եւ Իսրայելը չհասնի իր բոլոր նպատակներին։ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված Համաս խմբավորումը իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումը հարվածի տակ է դնում Գազայի գերիների ճակատագիրը։ Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Իսրայելը Թրամփի վարչակազմին նախապես ծանուցել է օդային հարվածների եւ մտադրության մասին։ Ալ Ջազիրան հայտնել է քաղաքացիների շրջանում զոհերի մասին։ Մարտերը վերսկսվել են հրադադարի ուժի մեջ մտնելուց 2 ամիս անց։ Հունվարի 15-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Համասն առաջին փուլով ազատ է արձակել ավելի քան 30 իսրայելցի պատանդների։ Իսրայելական բանտերից մոտ 2000 պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։ Զինադադարի առաջին փուլն ավարտվել է 2 շաբաթ անց։ Շաբաթ օրը Իսրայելն ու Համասը ակնարկել էին, որ պատրաստվում են հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին։ Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Համաս խմբավորումը, եթե վերջինս անհապաղ չվերադարձնի իսրայելցի պատանդներին եւ չհանձնի մահացածների մարմինները։ Բարև եւ ցտեսություն։ Դուք կարող եք ընտրել Truth Social-ում գրել է Թրամփը զգուշացնելով, որ Իսրայել է ուղարկում այն ամենն, ինչ հարկավոր է գործն ավարտին հասցնելու համար։ Սա վերջին նախազգուշացումն է, ասել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ղրիմը Ռուսաստանի տարածքում ճանաչելու հարցը, Ուկրաինայում հակամարտության ավարտին հասնելու փորձով։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը, հղում կատարելով աղբյուրներին։ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինայի Ղրիմը Ռուսաստանի տարածք ճանաչելու հնարավորությունը։ Ցանկացած անպայման համաձայնագրի շրջանակներում, որը վերաբերվում է Մոսկվայի եւ Կիևի միջև պատերազմի ավարտին, տեղեկացրել են 2 աղբյուրները, որոնք ծանոթ են այս հարցերին։ 2 աղբյուրների խոսքով վարչակազմի ներկայացուցիչները նաեւ քննարկել են, որ ԱՄՆ-ն կարող է կոչ անել Միավորված ազգերի կազմակերպությանը անել նույնը։ Ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Թրամփը պաշտոնապես որևէ որոշում չի ընդունել եւ Ղրիմի վերաբերյալ հնարավոր քայլերը այս բազմաթիվ տարբերակներից մեկն են, որոնք առաջարկվում են Ուկրաինայի ճգնաժամի լուծման շրջանակում։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից, ընդգծում է պորտալը։ Ինչպես հայտնի է, Զապորոժիայի ատոմակայանի ճակատագիրը կքննարկվի ԱՄՆ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Հիշեցնենք, որ վաղը նախատեսվում է Թրամփ եւ Պուտին հեռախոսազրույցը։